Սա կյանք չէ, սա հեքիաթ է։ Գլոբան անվանում է 2026 թվականի ամռան ամենահաջողակ մարդկանց։ Գլոբան անվանում է 2026 թվականի ամռան ամենահաջողակ մարդկանց։ Աստղագուշակ Թամարա Գլոբան նշել է կենդանակերպի համաստեղությունների մի խումբ, որոնց ներկայացուցիչները, ըստ նրա հաշվարկների, 2025 թվականի հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում կբախվեն կյանքի հզոր փոխակերպումների։ Մասնագետը որպես այս իրադարձությունների հիմնական շարժիչ ուժ նշում է Յուպիտերի անցումը խեցգետնի միջով, մի իրավիճակ, որը տեղի է ունենում 12 տարին մեկ, ինչպես նաև Վեներայի հետ ներդաշնակ ասպեկտները։ Մասնագետի խոսքով, խեցգետիններն իրենք կլինեն մոլորակային ազդեցության կենտրոնում։ Աստղագուշակը պնդում է, որ բախտի մոլորակը ոչ միայն նրանց հաջողություն կպարգևի, այլև կհանգեցնի հիմնարար փոփոխությունների։ Սա ներառում է եկամտի աճ, շահավետ պայմանագրեր և բնակարանների նոր քառակուսի մետրերի ձեռքբերում։ Հիմնվելով անցյալ յուպիտերյան ցիկլերի պատմության վրա, որոշակի գագաթնակետ է կանխատեսվում ամռան կեսերին, 2026 թվականի հուլիսին, երբ դրամական էներգիան կմիավորվի վերադասների հովանավորության հետ։ Գլոբան ցուլին դասում է երկրորդ տեղում, ամենահաջողակ նշանների վարկանիշում։ Նրանց հովանավոր մոլորակը Վեներան ձևավորում է մի քանի բարենպաստ կոնֆիգուրացիաներ, բարձրացնելով նրանց անձնական գրավչությունը և բանակցային ուժը։ Լրագրողների հետ հարցազրույցում աստղագուշակը նշել է հազվագյուտ մի օրինաչափություն։ Վեներայի ակտիվության շրջանում այս նշանի ներկայացուցիչները ավելի հակված են երկարաժամկետ ներդրումներ կատարել, շքեղ բնակարանների, տրանսպորտի և արվեստի առարկաների մեջ, որոնց արժեքը ժամանակի ընթացքում միայն աճում է։ 2026 թվականի ամառը, ըստ կանխատեսման, կլինի այն ժամանակը, երբ նրանք կսովորեն իրենց դրականորեն ներկայացնել։ Գլոբայի խոսքով առյուծները կզգան հետաձգված երջանկություն։ Բախտը նրանց մոտ կգա ոչ թե անմիջապես, այլ սոցիալական կապերի և հին ծանոթությունների միջով։ Մասնագետը օգոստոսը նշում է որպես կարևոր ամիս, քանի որ այդ ժամանակ կգան նախկինում անհասանելի թվացող աշխատանքային առաջարկներ։ Մասնագետի խոսքով նմանատիպ նախկին աստղագործական ցիկլերի ընթացքում առյուծները հաճախ տեղափոխվել են այլ քաղաքներ կամ փոխել են իրենց սոցիալական շրջանը, ինչը ի վերջո հանգեցրել է նրանց դրամապանակների աճի։ Կարիջների համար աստղագուշակը կանխատեսում է ոչ այնքան ֆինանսական առաջընթաց, որքան անձնական կյանքի կտրուկ շրջադարձ։ Սա կարող է ներառել սկսվող սիրավեպեր, նախկին հարաբերությունների վերածնունդ կամ անսպասելի բացահայտումներ։ Միևնույն ժամանակ, ընդգծում է Գլոբան, այս կատեգորիայի հուզական որոշումները անմիջականորեն կազդեն ֆինանսների վրա, գործընկերային նախագծերի կամ համատեղ բիզնեսի միջոցով։ Ամառը կլինի շրջադարձային կետ, որից հետո շատ գործընթացներ կփոխվեն։ Կշերքներն ու այծեղջուրները նույնպես բախտավորների շարքում են, բայց ավելի քիչ արտահայտված ազդեցությամբ։ Առաջինները, ըստ աստղագուշակի, կակտիվացնեն սոցիալական կապերը։ Նոր կապերը կվերածվեն երկարաժամկետ բիզնես նախագծերի։ Այս նշանի տակ ծնվածները կանցնեն մի շրջան, երբ անցյալի ջանքերը կսկսեն վերածվել իրական եկամուտների, հատկապես ձեռներեցության և ներդրումային պորտֆելներում։ Նույնիսկ այս նշաններից ամենաբախտավորների համար արձագանքի արագությունը կարևոր կլինի, զգուշացնում է Թամարա Գլոբան։ Հնարավորությունները կառաջանան ինքնաբուխ և կպահանջեն անհապաղ արձագանք։ Հետաձգումը կարող է չեզոքացնել երկնքի ողջ պարգևը։ Մասնագետը եզրակացնում է. գալիք ամառը բոլորի համար անամպ չի լինի, բայց վերոնշալ նշանների համար կհայտնվեն ամենաբարենպաստ հանգամանքները։ Աստղագուշակի կարծիքով գլխավորը անսպասելի հնարավորությունները չմերժելն է կամ կյանքը փոխող քայլերը հետաձգելը։ Ինչ է պատրաստում նոր օրը կենդանակերպի նշանների ներկայացուցիչների համար։ Սա այն օրն է, երբ արժե խուսափել չասվածից և փորձել ձեռք բերել նոր հնարավորություններ։ Խոյեր, մի կողմ դրեք կասկածները և կատարեք առաջին քայլը դեպի ձեր նպատակը։ Ամեն ինչ պլանավորել չի ստացվի, ուստի պարզապես վստահեք ինքներդ ձեզ։ Տիեզերական խորհուրդ՝ գործեք, անկախ ամեն ինչից։ Ցուլեր, դադարեք ուրիշներին նայելուց։ Նվիրվեք ձեր սեփական գաղափարներին։ Դրանք
ինչպես սերմեր, կծլեն եւ գեղեցիկ պտուղներ կտան։ Տիեզերական խորհուրդ՝ լցվեք ինքնավստահությամբ։ Երկվորյակներ, շփումն է ձեր դաշտը։ Այսօր խոսքերը լցված կլինեն կախարդական ուժով, օգտագործեք այն խելամտորեն եւ բարօրության համար։ Տիեզերական խորհուրդ՝ պահպանեք ուշադրությունը։ Խեցգետիններ, հիշեք ներքին հավասարակշռության մասին։ Չափազանց զգայուն լինելը կարող է վտանգավոր լինել, ուստի ձեզ վերահսկեք։ Տիեզերական խորհուրդ՝ ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ։ Առյուծներ, օգտվեք պահից։ Այսօր ճակատագիրը բարեհաճ կլինի ձեր հանդեպ, միայն թե մի անտեսեք նրա նշանները, այլապես կհանդիպեք հետևանքների։ Տիեզերական խորհուրդ՝ հրաժարվեք համեստությունից։ Կույսեր, դարձեք հաշտարար եւ կարգուկանոն հաստատեք թիմում։ Փնտրեք ճշմարտությունը, այդպես կգտնեք երկար սպասված խաղաղությունը։ Տիեզերական խորհուրդ՝ կարևորությունը մանրուքների մեջ է։ Կշերքներ, ձգտեք ներդաշնակության եւ պատրաստ եղեք դրա համար անցնել նույնիսկ հակամարտությունների միջով։ Հիշեք, որ փոխզիջումը ինքնազոհություն չէ։ Տիեզերական խորհուրդ՝ եղեք ազնիվ ինքներդ ձեզ հետ։ Կարիճներ, այսօր էներգիան կարող է լցվել ձեր մեջ։ Ուղղորդեք այն կարևոր գործերի վրա, հակառակ դեպքում կկորցնեք ամեն ինչ։ Տիեզերական խորհուրդ՝ լսեք ապագայի կոչը։ Աղեղնավորներ, հրաժարվեք անցյալից։ Այն կարող է ձեզ քաշել դեպի ներքև եւ զրկել ուրախությունից։ Կենտրոնացեք ներկայի վրա, այնտեղ է ձեզ սպասում երջանկությունը։ Տիեզերական խորհուրդ՝ գործեք առանց վախի։ Այծեղջուրներ, պահեք կայունությունը։ Ձեր սեփական համակարգն ու սովորույթները կօգնեն դիմակայել ցանկացած փոթորկի։ Սպասեք, մինչև արևը կրկին դուրս գա։ Տիեզերական խորհուրդ՝ միշտ ապեցրեք իրադարձությունները։ Ջրհոսներ, ներշնչումները կդառնան ձեր այցեքարտը։ Թույլ տվեք ձեր ենթագիտակցությանը ազատություն եւ զբաղվեք ինքնավերլուծությամբ, ճիշտ ուղին գտնելու համար։ Տիեզերական խորհուրդ՝ ինտուիցիան ձեր թևերն են։ Ձկներ, մի ճնշեք ձեր զգացողությունները։ Ձեր սիրտը ցույց կտա, թե որտեղ կա խաբեություն կամ վտանգ։ Գլխավորը՝ եղեք ազնիվ ինքներդ ձեզ հետ եւ մի գնացեք ձեր ցանկություններին հակառակ։ Տիեզերական խորհուրդ՝ հավատացեք ներքին ձայնին։